Թբիլիսիում այսօր նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարարների եռակողմ հանդիպում, քննարկելու են տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, հայտնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նախորդին Բաքվում Վրաստանի նորընտիր նախագահը հայտարարել էր Թբիլիսին հույս ունի, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը շուտով կստորագրվի։ Այս ամսվա վերջին Միխայիլ Ղավելաշվիլին նաեւ Հայաստան կայցելի։ Թեհրանը հավատարիմ է հարևան երկրների հետ բարի դրացիությանը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչին։ Նա ընդգծել է Իրանը պատրաստակամ է խաղաղության հասնելու գործում աջակցել Երևանին եւ Բաքվին։ Ռավանչին նաեւ նշել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կարեւորությունը տարածաշրջանային կայունության համար եւ երկու երկրներին հորդորել կենտրոնանալ ապագայի վրա, մատնանշելով, որ փաստաթուղթը պատրաստ է ստորագրման։ Խաղաղ ապագա ապահովելու համար նա տարածաշրջանային համագործակցության կոչ է արել հիմնված փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի վրա։ Հայաստան-Թուրքիա երկկողմ օրակարգում մի շարք շոշափելի քայլեր արդեն իրականացվել են։ Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա տեղեկացրել է երկու երկրների տարբեր գերատեսչությունների մասնագետները օրեր առաջ հանդիպել են Թուրքիայում քննարկել սահմանին գտնվող Անիի պատմական կամրջի վերականգնման հարցը։ Նա նաև նշել է երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղված մի շարք այլ քայլեր, օրինակ օդային տարածքի օգտագործումը, Մարգարա-Ալիջան սահմանային անցակետի, Գյումրի-Կարս երկաթուղու ենթակառուցվածքների ուսումնասիրությունը։ Միրզոյանը միաժամանակ շեշտել է, կան նաև պայմանավորվածություններ, որոնք դեռևս չեն իրականացվել։ Ապրիլի լույս 17-ի գիշերը ռուսական կողմը շահեդներով զանգվածային հարձակում է սկսել Ուկրաինայի Դնեպր քաղաքի ուղղությամբ։ Հաղորդվում է 3 զոհի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տվյալներով զոհվածների թվում 1 երեխա կա։ Վիրավորների թիվը հասել է 30-ի, որոնցից 5-ը երեխաներ են։ Վնասվել են տներ, կրթական եւ մշակութային հաստատություններ, իսկ անօդաչուներից մեկն ընկել է քաղաքապետարանի մոտ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 1 տարով երկարաձգել է 2022 թվականի ապրիլի 21-ին ընդունած որոշման գործողության ժամկետը, որը վերաբերում է Ռուսաստանին առնչվող նավերի ամերիկյան նավահանգիստներ մուտքի արգելքին։ Սպիտակ տունը նշել է, Մոսկվայի քաղաքականությունն ու գործողությունները շարունակում են արտակարգ իրավիճակ ստեղծել։ Այս արգելքը գործում է 2022 թվականի ապրիլից։ Հայաստանի տարածքում ապրիլի 17-ից ցերեկը 18-ին եւ 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ապրիլի 20-ից ցերեկը եւ 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-ից 21-ին աստիճանաբար կբարձրանա 10-ից 13 աստիճանով։